Տարվա առաջի կեսին սպառողական շուկայում նկատվել է էական գնանկման միտումներ, մասնավորապես բարձր գնաճ արձանագրվել է միայն հունվար ամսին 2.8%, այնուհետև մինչև հունիս ամիսը ներառյալ բոլոր ամիսներին բացառությամբ եւս մեկ ամսի ապրիլի, որտեղ արձանագրվել է 0.5% գնաճ, մյուս ամիսներին արձանագրվել են գնանկման միտումներ, իսկ արդեն սկսած օգոստոս ամսից հանրապետության սպառողական շուկայում բոլոր հաջորդ ամիսներին արձանագրվել է գնաճ, մասնավորապես օգոստոս ամսին 0.7% եւ ավելի բարձր գնաճ արձանագրվել է նոյեմբեր ամսին 1.3%, դեկտեմբերին 3%, եւ ընդհանուր 5 ամիսների ընդհանուր գնաճը տարի վերջի 5 ամիսների ընդհանուր գնաճը կազմել է 6.5%։ Իդեպ ասեմ, որ մինչև հուլիս ամիսը նախորդ բոլոր ամիսներին ընդհանուր սպառողական շուկայում արձանագրվել է 5.2% ընդհանուր գնանկում, իսկ հաջորդ արդեն նորից կրկնվեմ 5 ամիսներին 6.5%, եւ ի վերջո 12 ամսյա գնաճը ամփոփ ցուցանիշը կազմել է 4.6%։ 4.6%։ Դա այն ծրագրային ցուցանիշների համահունչ փաստացի ցուցանիշն է, որ ընդհանրապես կենտրոնական բանկը փորձում է ծրագրավորել, մասնավորապես ինչպես գիտեք, ծրագիրը 4% պլյուս մինուս 1.5% էր։ Ես ինչու համար շեշտադրված ասեմ, որովհետև մեր մամուլի որոշ մամուլում ներկայացված է ոչ թե 4.6% որպես ծրագրային ցուցանիշ, այլ միջին տարեկան ցուցանիշը 3%-ը։ Սխալ մեկնաբանության արդյունքում 2014 թվականի դեկտեմբերի նոյեմբերի համատ դիտարկված 470 անվանում ապրանք ծառայություններից 331-ը ունեցել են գնաճի միտում, այդ թվում մինչև 1% 130 ապրանք ծառայություններ, 1-ից 2% 68 անվանում ապրանք ծառայություններ, 2-ից 5% 71, 5-ից 10% 40 եւ 10%-ից բարձր 22 անվանում ապրանք ծառայություններին ունեցել գնաճ։ Գնանկում արձանագրվել է 120 անվանում ապրանք ծառայությունների գծով, որոնցից մինչև 1%-ը ունեցել է 53 անվանում ապրանք ծառայություն, 1-ից 2% գնանկում 19, 2-ից 5% գնանկում 36, 5-ից 10% 12 անվանում ապրանք ծառայություն։ 19 անվանում ապրանք կամ ծառայությունների գները մնացել են անփոփոխ։ Իսկ եթե փոքր երկարաժամկետ հատվածում դիտարկել ունենք 14 թվականի դեկտեմբերին 13 թվականի դեկտեմբերի նկատմամբ ընդհանուր դիտարկվող 470 անվանում ապրանքներից գնաճ արձանագրվել է 331 անվանում ապրանք ծառայությունների գծով։ Մինչև 10% գնաճ արձանագրվել է 245 ապրանք ծառայությունների գծով, 10-ից 15% 45, 15-ից 20% գնաճ արձանագրվել է 14-ի գծով եւ 20%-ից բարձր 27 անվանում ապրանք ծառայություններ ունեցել։ Գնանկում արձանագրվել է 121 անվանում ապրանք ծառայությունների գծով, այդ թվում մինչև 10% 103, 10-ից 15% 14, 15-ից 20% 1 եւ 20%-ից բարձր 3 անվանում ապրանք ծառայությունների գծով։ Անփոփոխ գնային մակարդակ են ունեցել 18 անվանում ապրանք ծառայություններ։ Հանրապետության դիտարկված 11 քաղաքներում դեկտեմբերի նոյեմբերի համատ արձանագրվել է 2.7%-ից մինչև 4% գնաճ, ընդ որում բարձր գնաճ արձանագրվել են Գյումրի եւ Աշտարակ քաղաքներում 4% եւ ամենացածր գնաճը Երևան քաղաքում 2.7%, միջին 3% գնաճի պարագայում։ Իսկ դեկտեմբերի նկատմամբ 12 ամսյա գնաճի պարագայում ամենաբարձր գնաճը արձանագրվել է 6.9% Իջևան քաղաքում եւ ամենացածրը Կապան քաղաքում 3.4%։ Երևանում դեկտեմբերի նկատմամբ գնաճը կազմել է 4.1%։
Դա այն պարագայում, երբ միջին հանրապետական գնաճը կազմել է 4.6%։ Վերջին մեկ ամսում 14 թվական դեկտեմբերին նոյեմբերի համարտ հանրապետության սպառողական շուկայում արձանագրված 3% ընդհանուր գնաճի պարագայում պարոնային ապրանքների գծով արձանագրվել է 5.6% գնաճ։ Ոչ պարոնային ապրանքների գնաճը կազմել է 0.2%, ծառայություններին 0.7%։ Պարոնային 13 ապրանքային խմբերից ներողություն եմ խնդրում, որտեղ ներառված են 140 ապրանքատեսակներ, 12-ում արձանագրվել է գնաճ 0.3%-ից մինչև 18.2%։ Միայն ձկնամթերք ապրանքային խմբում է արձանագրվել գնանկում 0.3%-ով։ Ամենաբարձր գնաճ արձանագրվել է բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքային խմբում 18.2%, շաքարավազի գծով 9.6%, մրգի գները աճել են 8.3%-ով, սուրճ թեյ կակաո ապրանքային խմբում գնաճը կազմել է 6.1%։ Գնաճ է արձանագրվել միաժամանակ հացամթերք ապրանքային խմբում 4.3%, մսամթերք ապրանքային խմբում 2.3%, կենդանական բուսական յուղի գները աճել են 3.6%, ձվի գները 4%-ով։ 14 թվական դեկտեմբերին 13 թվական դեկտեմբերի համարտ ընդհանուր 4.6% գնաճի պարագայում պարոնային ապրանքների գները աճել են 6.2%-ով։ Այդ թվում բարձր գնաճ արձանագրվել է միրգ ապրանքային խմբում 14.6%-ով, կատնամթերքի գծով 13.1%, բանջարեղեն կարտոֆիլի գները աճել են 7.9%-ով, շաքարավազինը 6.9%-ով, սուրճ թեյ կակաո ապրանքային խմբում գնաճը կազմել է 6.5%։ Հացամթերքի գները այդ ժամանակահատվածում աճել են 5.9%-ով։